115 օր եւ Հայաստանը կունենա նոր առաջնորդ, վստահեցրել է Սամվել Կարապետյանը։ Իդեպ հենց ազգային բարերարն է լինելու ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածուն։ Մեր կուսակցության վարչապետի թեկնածուն պարոն Կարապետյան, Սամվել Կարապետյան։ Այսօր կուսակցության շնորհանդեսի ժամանակ մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ Հայաստանն այսօր կանգնած է ջրբաժանի առաջ։ Ըստ նրա, 8 տարի երկիրը կառավարող գործող իշխանությունը ձգտելով երրորդ ժամկետին ծախողել է բոլոր ոլորտներում, Արցախի կորստից մինչև տնտեսական անկում եւ բռնաճնշումներ։ Նարեկ Կարապետյանը վստահեցրել է, որ Սամվել Կարապետյանի գլխավորած երկիրը կհասնի արդարության, ունենա 300,000 նոր աշխատատեղ եւ երաշխավորված խաղաղություն, որտեղ Հայաստանի բռնազավթված տարածքները խաղաղ ճանապարհով կվերադարձվեն։ Կարապետյանի խոսքով իշխանությունը չպետք է լինի ինքնանպատակ, այլ պետք է ծառայի մարդկանց կյանքի որակը փոխելուն։ 8 տարի կառավարած վարչապետի սիրտը երրորդ ժամկետն է ուզում։ Ասում է ինձ տվեք երրորդ շանս։ Երբ մենք իրեն տվեցինք առաջի շանսը, հիշում եք ինչ եղավ։ Նա կորցրեց Արցախի 75%-ը, կազմաքանդեց եւ թուլացրեց բանակը եւ զավթեց դատարանները։ Երբ մենք նրան տվեցինք երկրորդ շանսը 21 թվականին, վերջնականապես Արցախը կործանեց։ Սկսեց իր թիմով հարստանալ, բռնաճնշումներ գործադրել, սարքեց մի քանի դպրոց ու օրը 300 անգամ թմկարեց դրա մասին։ Ինչ չես հասցրել, որ հիմա ուզում ես ավարտես։ Ասում են ներդրումներ են բերելու ես նոր ժամկետում։ Բերող էիր, բերեիր։ 8 տարի մենակ հույս էիր բերում վաճառումներ վրա։ Լավ ժամկետ էր քեզ ներկայացնելու համար։ Գործ անել չգիտես, ասում ես հարևաններն են ուժեղ։ Հարևանները նույնն են, դու ես թույլ։ Նարեկ Կարապետյանը կոչ է արել հայրենակիցներին միավորվել ապագայի նոր նավի շուրջ, որը խոստումների փոխարեն ապահովելու է կոնկրետ արդյունքներ եւ արժանապատիվ ապագա։ Նա հիշեցրել է, որ Սամվել Կարապետյանի խոսքը միշտ վերացվում է գործի։ Ուժեղ, տնտեսապես անկախ ու անվախ Հայաստան ունենալու համար են քաղաքացիները միանում ազգային բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժեղ Հայաստան կուսակցությանը։ Հայաստանի տարբեր մարզերից եկած մարդիկ վստահ են, որ միայն Սամվել Կարապետյանն է ի զորու մեր երկիրը հանել այս ծանր վիճակից ու դարձնել ուժեղ Հայաստան։ Ինչը միանում էր շարժմանը միայն մի նպատակով, որ մենք երկիրը այս վիճակից հանենք, այս խայտարակ վիճակից, որի մեջ մեզ մտցրել է այդ ՔՊ կոչվածը իրենց այդ թշվառ առաջնորդի հետ միասին։ Սամվել Կարապետյանի շանսերն ավելի մեծ է, որտեղ ինքը ուժեղ առաջնորդ է, ինքը ժողովրդի մասին մտածող մարդ է։ Որպեսզի փրկվենք փոքր խմբակից եւ վստահելով Սամվել Կարապետյանի ուժերին, լավ ճանաչելով իր կենսագրությունը, իմանալով դրա համար։ Հիմնական նպատակն է ունենալ ուժեղ Հայաստան, ինչու ենք ընտրել Սամվել Կարապետյանին։ Սամվել Կարապետյանը բոլորիս հայտնի բարեգործ է, աշխատել է միշտ արտասահմանում եւ մեծ ներդրումներ արել Հայաստանում։ Սամվել Կարապետյանը ունի տնտեսություն, ունի ղեկավարման փորձ, մենք վերցնելու ենք այդ փորձը եւ կիրառել ենք Հայաստան Հանրապետությունում, ունենալու ենք մենք ուժեղ Հայաստան։ Ներկայիս իշխանությանը ոչ մի ձև չենք ուզում ունենալ։ Սամվել Կարապետյանի աջակիցները առաջնային խնդիր են համարում ազգի միասնության վերականգնումը։ Վստահ են, Սամվել Կարապետյանը կվերականգնի դա։ Առաջինը այս ժողովրդի միավորումն է։ Ես այդպես եմ կարծում, իրենք էլ են կարծում, հայազն էլ է դա կարծում, որ մենք պետք է բոլորս միասին պայքարենք մեր հողի, մեր ջրի համար։ Մենք ունենք հայրենիք եւ չունենք ոչ մեկին տալու։ Հայրենիքի տերը այս ժողովուրդն է։ Առաջին հերթին Նիկոլին հեռացնենք, հետո մնացած հարցեր ինձ թվում է կլուծի անպայման։ Ժողովուրդը պետք է միախմբվեն, որ թուրքը վախենա։ Ամենակարևոր խնդիրը տնտեսական հարցերն են, իր 5 կետերն են, եւ երկրորդը կրթություն, առողջապահություն, բոլոր գլխավոր կետերը, որ ուզում են հիմա մեր ժողովրդին։ Մենք մութ ու ցուրտ տարիներ ենք տեսել, նեղ օրեր ենք տեսել 90-ականների սկզբներին, մութ, ցուրտ
ոչ մի բան չկար, ուտելիք չկար, ոչինչ չկար, բայց պատերազմ հաղթեցին։ Իսկ այս շեն երկիրը ամեն ինչը կար, այդպեսի խայտարակ պարտությունը մի հատ էլ հպարտանում են պարտությունով ու չեմ տեսնում, որ մարդիկ առանձնապես մտահոգված են Ղարաբաղի կորուստով, այդ քանակի փախստականներով Ղարաբաղցիքին, նույնիսկ անընդհատ սերմանվում է այդ մարդկանց հանդեպ այսպես կոչված ոչ բարեհաշկան վերաբերմունք։ Սա ինչ է կատարում, մենք ինչ որ ասանք, չէ որ մենք այդ ժողովուրդն ենք, ինչի։ Մենք գալիս ենք ղեկավարելու, չեն գալիս իշխանություն վերցնելու։ Իշխանների դարաշրջանը հուսով եմ կավարտվի շուտով։ Ուժեղ Հայաստան կուսակցության համագումարի ժամանակ միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել է Սամվել Կարապետյանի քաղաքական գործունեությանն ու կալանավորմանը։ Փաստաբանն ընդգծել է, որ Կարապետյանն անհիմն կերպով մեկուսացվել է ընտանիքից վախի ու թուլության շարժառիթներով գործող քաղաքական գործչի որոշմամբ։ Այնուհանդերձ Սամվելը ժայռի ամրություն է ցուցաբերել, առաջնորդվելով իր հավատով առ Աստված եւ ազգի եւ պետության հանդեպ իր սիրով, ընտանիքի եւ ազգի հանդեպ իր սիրով։ Այս մեծ հայրենասեր անձի անունից խոսելը ես համարում եմ մեծ պատիվ եւ արտոնություն։ Նա մարդ է, ով կառաջնորդի հայերին, որպեսզի հարգեն իրենց կրոնը, մշակույթը եւ պատմությունը։ Եվ չանել զիջումներ օտարերկրյա ուժերին։ Ամստերդամը խիստ քննադատել է Հայաստանի Հանրապետության իշխանություններին Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցում անգործություն ցուցաբերելու համար։ Իրավաբանը նաև մտահոգություն է հայտնել, որ ներկայիս իշխանություններն օրենքները հարմարեցնում են սեփական շահերին եւ խախտում սահմանադրությունը։ Երբ ես գնացի բանդ, ակնկալում էի, որ մի քանի ամիս տևած ազատազրկումից հետո կտեսնեմ մարդ, ով կլինի կոտրված, կլինի հոգնած, կասի ինձ դուրս բերեք այստեղից։ Absolutely not what I saw. Բացարձակ նման բան չտեսա։ 2025 թվականին Հայաստանի քրեկատարողական հիմնարկներում մահվան դեպքերը կրկնապատկվել են, հայտնել է հետքը։ Եթե 1 տարի առաջ անազատության մեջ մահացել էր 12 մարդ, ապա 2025-ին 24։ Քրեկատարողական ծառայության տվյալներով 24 դեպքից 16-ը եղել է կենսաբանական մահ, իսկ 8-ը ինքնասպանություն։ Մահվան ամենաշատ դեպքերն արձանագրվել են Արմավիր քրեկատարողական հիմնարկում, 9 բանտարկյալ է մահացել բանտում։ Ինքնասպանության փորձերը եւս ավելացել են։ Եթե 2024 թվականի ինքնասպանության փորձեր կատարել 14 մարդ, ապա 2025 թվականին ծայրահեղ քայլի է դիմել 26 մարդ։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին Դոհայում հանդիպել է Կատարի բարձրաստիճան ղեկավարության հետ։ Ալ Ջազիրային տված հարցազրույցում նա Իսրայելին մեղադրել է Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև միջուկային բանակցությունները ձախողելու փորձի մեջ։ Լարիջանի խոսքով Իսրայելը կեղծ պատրվակներով փորձում է նոր պատերազմ հրահրել եւ ապակայունացնել ողջ տարածաշրջանը։ Իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ այդ քաղաքականությունը վտանգում է նաեւ Կատարի, Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի շահերը։ Որպես իսրայելական կողմի ագրեսիվ գործելավոճի օրինակ նա հիշատակել է սեպտեմբերին Դոհայում Համասի ներկայացուցիչների նկատմամբ իրականացված հարձակումը։ Հունիսին իսրայելական հարվածների հետևանքով տապալվել էր միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունների նախորդ փուլը։ Փետրվարի 14-ին Սուրբ Վալենտինի օրը երկրի կողքով կանցնի երկնային մի հսկա աստերոիդ։ Սա վերջին 1 տարվա ամենախոշոր օբյեկտն է, որը հարաբերականորեն մոտ հեռավորության վրա կմոտենա մեր մոլորակին։ Աստերոիդի տրամագիծը հասնում է մոտ 1 կիլոմետրի։ Սա դարձնում է նրան ամենախոշորը բոլոր այն օբյեկտներից, որոնք վերջին 12 ամիսների ընթացքում մտել են պոտենցիալ վտանգավոր գոտի։ Աստերոիդը կթռչի անվտանգ հեռավորության վրա երկրից մի քանի միլիոն կիլոմետր հեռու։